Հարուս սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, այսօր արդեն մարտի 28-ն է, կրկին սկսենք Հայաստանով, հետո նոր անցնենք Ուկրաինային և Իրանին, քանի որ թե Ուկրաինայի շուրջ և թե Իրանի շուրջ կարևոր քննարկումներ ունենք այսօր ձեզ հետ միասին անելու։ Նախքան դա հիշեցնեմ անպայման լայքերի մասին, բաժանորդագրումների զանգակը սեղմելու մասին, ինչպես նաև մեկնաբանությունների մասին։ Չափազանց կարևոր են ձեր մեկնաբանությունները, չափազանց մեծ է իմ շնորհակալությունը։ Շատ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր որ գրում են մեկնաբանություններ, բայց վերջերս նկատում եմ, որ բոտերն են սկսել ակտիվանալ մեր էջի տակ, մեկ-մեկ չեմ հասցնում ջնջել, բլոկել կամ պատասխանել այդ բոտերին, դրա համար խնդրում եմ դուք էլ ուշադիր գտնվեք եւ անպայման, եթե մենք չենք հասցնում, պատասխանեք այդ բոտերին, քանի որ միայնակ դժվար է այդ ամենը վերահասկել, բայց ես կաշխատեմ անպայման մաքրել այդպիսի գրառումներ։ Հետաքրքիր մի քանի մեկնաբանություն տեսա, օրինակի համար կային մարդիկ, ովքեր որ մեղադրում էին, թե իբր Փաշինյանին է մեզ պաշտպանում, չնայած որ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Փաշինյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը նույնն է։ Դա շատ կեղծ նարատիվ է, հատուկ են տարածում, նման բան գոյություն չունի։ Բոլորն էլ տարբեր են։ Ուղղակի ամենամեծ եւ կարևոր տարբերությունը այն է, որ այն երեքը կոնկրետ Ռուսաստանի ազդեցության ներքո են գործում, իսկ այս մեկը չի ուզում, որպեսզի Հայաստանը լինի որևիցե պետության ազդեցության տակ այդքան խորը, ինչպես որ եղել էր նախկինում։ Ասեմ ձեզ, ամենայն անկեղծությամբ, բաներ կան Նիկոլ Փաշինյանի կոնկրետ իր վարքի մեջ, որոնք որ ինձ դուր չեն գալիս, բայց ես նայում եմ Հայաստանի արտաքին քաղաքականությանը, Հայաստանի արտաքին քաղաքականությունը միանշանակ ինձ դուր է գալիս։ Ես ճիշտ եմ համարում այդպիսի քաղաքականությունը, մնացածը դա իր PR-ի մաս է կազմում, երաժշտություն է, հեծանիվ է, սերտիկներ է, թե իր գլխարկն է կամ տարբեր տեսակի արտահայտությունները, դա համարենք, որ իր գործն է։ Այսինքն այդ հարցի մեջ ես չեմ ուզում խորանալ, կարող է իմ դուրը շատ բան չգա, բայց արտաքին քաղաքականության մասով ես հստակ ասում եմ, որ ես բավարարված եմ եւ գոհ եմ Հայաստանի արտաքին քաղաքականությամբ։ Հայաստանում չեմ ապրում, ինձ դժվար է գնահատել, թե ինչպիսի մեծ փոփոխություններ են տեղի ունեցել, արդյոք տեղի ունեցել են, թե չէ սոցիալական ոլորտում, ինչ արագ է զարգանում երկիրը, բայց մենք տեսնում ենք տարբեր տեղերից, որ տնտեսությունը բավականին լուրջ ձևով աճ է գրանցում, նախկին կաշառակերությունը այլևս չկա, այսինքն պետությունը սկսել է փոխվել եւ ես դրա մասին եմ խոսում, սիրելի հայրենակիցներ, դրանից բացի տեսնում եմ այն, որ ուզում են նախկին այդ ռուսական ուժերը, ինձ համար ազգանունները բացարձակ կապ չունեն, նույնիսկ կարող է շատ հարկարժան մարդու դարձնեն իրենց ազդեցության ենթակա, եթե Ռուսաստանից ազդեցություն ունի, եւ այդ հարկարժան մարդու նույնպես մենք օրինակի համար չեմ ասում, որ կա ինչ-որ մեկը, բայց նույնիսկ լինի, եթե այդպիսի մարդ շատ հարկարժան, կարող են այդ մարդուց սարքել շատ վատ մարդ, քանի որ այդ մարդը ծառայելու է իրենց նպատակին։ Այսինքն շատ պարզ է ամեն ինչ ինձ համար։ Յուրաքանչյուր մեկը, ով ծառայում է օտարի շահերին, լինի դա Ռուսաստան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Չինաստան, Ճապոնիա, Թուրքիա, Եվրոպա, այդ մարդիկ մեզ համար անընդունելի են եւ մեզ համար պետք է լինեն մերժելի։ Երկրորդ կարևոր մեկնաբանության ուզում եմ անդրադառնալ, ասում են, եթե անկախ լրատվամիջոց ես կամ ալիք ես, ինչի՞ չես խոսում Գուրգեն Սիմոնյանից, չէ՞ որ նրա ուժը ոչ ոքի հետ կապ չունի եւ անկախ ուժ է։ Նախ իմ համոզմամբ Գուրգեն Սիմոնյանի ուժը 1%-ից ավելի դժվար թե կարողանա հավաքելու, բայց այդ ձայները կարող է ազդեցություն ունենան ընդհանուր գլոբալ ամեն ինչի վրա, այսինքն ընդհանուր գլոբալ ընտրությունների արդյունքների վրա։ Այսինքն, եթե Հայաստանի անկախության կողմնակիցը ձայն է տալիս այդ ուժին, երկրորդը ձայն է տալիս պրոռուսական ուժին, երրորդը ձայն է տալիս Փաշինյանին, վերջին հաշվով ամենակիչ հավաքողը որ կուսակցությունն է։ Եվ ինչպես է լինելու վերջնարդյունքը։ Ես միանշանակ կողմ եմ, որ անկախ նորմալ մաքուր ուժեր լինեն Հայաստանում։ Բազմիցս ասել եմ, որ կան առնվազն 4-5 ուժ, ում որ կարելի է համակրել, ում մասին որ կարելի է մտածել, արդյոք նրանց արժի ձայն տալ թե չէ, բայց հիմա իրավիճակը այնպիսին է, որ կոնկրետ ընտրություն է կատարելու Հայաստանը։
Հայաստանի հասարակությունը ինքը անկախության կողմնակից է, թե գուբերնիայի կողմ։ Չէ, Գուրգեն Սիմոնյանի մասով ոչինչ վատ չեմ տեսնում, շատ լավ հետաքրքիր խելացի երիտասարդ է։ Միակ խնդիրը, որ կա այս պայդարությամբ, այդ գեղեցիկ խոսելու հետևում շատ լուրջ ծրագրեր այս պայդարությամբ ես չեմ տեսել, չեմ տեսնում։ Ճիշտ է, մի 3 ամիս չեմ դիտել, բայց չեմ կարծում, որ մի 3 ամսվա մեջ ինչ որ կոորդինալ շատ գլոբալ բաներ տեղի ունեցել, այսինքն փոփոխություններ։ Ժամանակի ընթացքում կարող է 4-5 տարուց շատ բան փոխվի իրենց մոտ, քանի որ իրենք նոր կուսակցություն։ Այսքան ժամանակ էլ ճիշտ ասած չի ցանկանա տվյալ հարցին տրամադրել, քանի որ բավականին լուրջ հարցեր ունենք այսօր մենք քննարկել։ Ուրեմն, տեսանք, որ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարը գտնվում է Ֆրանսիայում եւ շատ մեծ պատիվ է, որ նա Ֆրանսիայի կողմից պատվո լեգիոն շքանշանին է արժանացել։ Շատ լավ է, որ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջև համագործակցությունը ռազմական ոլորտում օրեցօր խորանում է։ Դա չափազանց կարևոր է մեզ համար, շատ կարևոր է։ Ես համոզված եմ, որ շատ գաղտնիքներ չեն բացվում, բայց զորահանդեսի ժամանակ ես համոզված եմ, որ մենք ինչ որ ակնկալներ կտեսնենք, լավ իմաստով ակնկալներ կտեսնենք։ Հաջորդ կարևոր տեղեկությունը դա այն է, որ 3 հեռախոսազրույց է տեղի ունեցել Արարատ Միրզոյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի միջև, եւ նախարարները գոհունակությամբ նշել են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հետագա կարգավորման գործընթացում արկա դրական զարգացումներ կան, այսինքն չի կանգ առել կարգավորման գործընթացը, ինչ որ դրական զարգացումներ կան։ Իրենք նշում են համենայն դեպս դրա մասին իրենց հաղորդագրությունների մեջ շատ նման էին թե հայկական հաղորդագրությունը, թե ադրբեջանականը։ Արարատ Միրզոյանն եւ Ջեյհուն Բայրամովը նաեւ քննարկել են տարածաշրջանային եւ բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցը։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է այն, որ տարածաշրջանային հարցերը, տարածաշրջանին վերաբերվող հարցերը, ինչպես նաև միջազգային հարթակներում Ադրբեջանին եւ Հայաստանին վերաբերվող հարցերը փորձ է արվելու, չեմ ասում միանգամից կանեն, կկոորդինացնեն, բայց փորձ է արվելու կոորդինացնել։ Հաշվի առնելով այս հաղորդագրությունը եւ եթե նման բան տեղի ունենա, ապա տեղեր կա, որ Ադրբեջանը հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության շահը քվեարկելիս արտահայտվելիս, իսկ Հայաստանը Ադրբեջանի շահը, բնականաբար այնտեղ, որտեղ որ այդ հարցերը միմյանց չեն հակադրվում։ Հաջորդ հարցը, որը վերաբերվում է Հայաստանին եւ Ադրբեջանին, դա ՆԱՏՕ-ի 2025 թվականի զեկույցն է, որտեղ որ խոսվում է Հայաստանի եւ Ադրբեջանի մասին, այսինքն աննկատ չի անցել ՆԱՏՕ-ի համար օգոստոսի 8-ի հռչակագիրը կնքված Հայաստանի, Ադրբեջանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև եւ հստակ ասվում է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև գործընթացները շատ դրական տենդենսով են ընթանում, խաղաղություն է հաստատվում տարածաշրջանում եւ իրենք նկատում են, որ կոնկրետ շատ նշանալի առաջընթաց կա այս մասով։ Հստակ նշվում է, որ դաշինքը բարձր է գնահատում խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը եւ այն համարում է հարաբերությունների կարգավորման եւ տարածաշրջանային անվտանգության ուղղված վճռորոշ քայլ։ Իրոք շատ կարեւոր է, որ ՆԱՏՕ-ի զեկույցում այդ ամենը տեղի գտել։ Հիմա կարեւոր է հասկանանք, թե ինչ է լինելու ՆԱՏՕ-ի ապագայի հետ։ Բայց երևի այդ մասին մի փոքր ուշ խոսեն, Թրամփը նոր հայտարարություններ է արել ՆԱՏՕ-ի մասով, Եվրոպայի մասով, փաստացի Եվրոպայի մասով է դուրս գալիս եւ հստակ ակնարկում է, որ մենք կարող այլևս ձեզ ոչնչով չօգնենք, բայց սկսենք երևի Ուկրաինայից, քանի որ Ուկրաինայի մասով էլ է Թրամփը արել հայտարարություններ։ Թրամփը ասել է, որ այդ պատերազմը մեր պատերազմը չէ, դա առաջին անգամ չէ, որ նա ասում է, միտքը հասկանանք ինչ է ասում։ Ասում է, ես ուղղակի ուզում եմ, որ այդ պատերազմը ավարտվի, քանի որ շատ ու շատ երիտասարդներ են զոհվում։ Դա էլ է ինքը ասել։ Եվ այն, ինչ այնտեղ տեղի ունենում, դա սարսափելի է։ Ինչու համար է Թրամփը հիմա կրկին խոսում Ուկրաինայից։ Դու կարող ես ասել, թե շատ է խոսել Ուկրաինայից, եւ էլի խոսում է նույն մտքերը, ասում է, չէ, իմ պատկերացմամբ նա իր վերջին ճնշումներն է գործադրում Ուկրաինայի վրա։ Զելենսկին էլ էր այդ մասին խոսել, երեք մենք մեր հաղորդման մեջ խոսել ենք, եւ Թրամփը պատրաստվում է, այսինքն շատ լուրջ ձևով մտածում է Ուկրաինային զրկել Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմական օգնությունից, որը որ ՆԱՏՕ-ի միջոցով էր հիմա էլ տրվում Ուկրաինային։ Ասեմ ինչու նաեւ։ Մենք հերթով գալիս ենք հիմա պետքարտուղարի հայտարարությունները կընթերցենք
Հետո կգանք Թրամփի հայտարարությունների ՆԱՏՕ-ի մասով, որպեսզի ամեն ինչ ավելի պարզ լինի։ Ինչ այլոց ես մոտ 1 շաբաթ առաջ այս մասին խոսում էի, որ նման իրադարձություններ կարող է զարգացնել։ Նման ձևով իրադարձությունները կարող է զարգանալ այս պահի դրությամբ, եթե շատ արագ փոխեն եվրոպացիները իրենց դիրքորոշումը, կարող է շատ բան փոխվի։ Ուրեմն Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարում է, որ սուտ է Զելենսկիի այն պնդումները, թե իբր Ամերիկայի Միացյալ Նահանգները ճնշում են Ուկրաինայի վրա, որպեսզի Դոնբասը հանձնի եւ դրա դիմաց խոստանում են անվտանգության բարձր երաշխիք։ Հիմա չեմ հասկանում ճիշտ ասած, որ մասն է ավելի սուտ ըստ պետքարտուղարի, այն որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ճնշում են Ուկրաինայի վրա, որպեսզի Դոնբասը հանձնեն, թե այն, որ դրա դիմաց խոստանում են անվտանգության բարձր երաշխիքներ։ Ամենայն հավանականությամբ, եթե նույնիսկ դրանցից մեկն էլ սուտ լինի, հնարավոր է սուտ լինի այն, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստում են տալ բարձր երաշխիքներ անվտանգության Ուկրաինա։ Բայց ամենակարևորը այն է, որ Մարկո Ռուբիոն նույն խոսքում իր ասում է, որ հնարավոր է այն օգնությունը, որը գնում էր Ուկրաինա, հիմա ուղղեն մերձավոր Արևելքին։ Նա նշում է, որ այս պահի դրությամբ նման բան տեղի չի ունեցել, բայց նույն ժամանակ նման սցենարը շատ հնարավոր է, այսինքն այն զենքը, որ գնում էր Ուկրաինա, հիմա օգտագործվի ընդդեմ Իրանի եւ այլևս չգնա Ամերիկայի Միացյալ Նահանգները չուղարկեն այդ զենքը Ուկրաինային եւ դրա փոխարեն ուղղորդեն Մերձավոր Արևելք իրենց գործողությունների համար։ Մեկ կարևոր տեղեկություն եւս, որը վերաբերվում է Ուկրաինային, Լատվիա, Լիտվա, Էստոնիայի կողմից ըստ ռուսական ռոպագանդայի անօթաչու սարքերեն հայտնվի այդ օդային տարածքից Լենինգրադի վրա, գիտեք այնտեղ բազմաթիվ հարվածներ տեղի ունեցան անօթաչու թռչող սարքերի եւ հիմա ռուսական ռոպագանդան ներկայացնում է հստակ, որ Լիտվան, Լատվիան եւ Էստոնիան բացել են իրենց օդային տարածքը ուկրաինական անօթաչու թռչող սարքերի համար։ Սա շատ վտանգավոր քարոզչության մաս է եւ կարող է բերել ավելի լուրջ սրացումների եւ պատերազմը ապագայում տեղափոխել դեպի այդ երկրներ դեռևս հիբրիդային պատերազմի ակտիվացում կլինի, հետո փուլ կարող է պատերազմը գնալ դեպի այդ երկրներ, հաշվի առնելով նաև այն, ինչ տեղի ունում հիմա ՆԱՏՕ-ի հետ։ Ուղղակի հիմա Ռուսաստանը այն վիճակի չէ, բայց դրա հիմքերը հատուկ իրենք ստեղծում են։ Մարկո Ռուբիոն մեկ հայտարարություն եւս արել է, սա արդեն Ուկրաինային չի վերաբերվում, ու կամաց անցնենք Իրանի հարցերին։ Նա ասում է, որ Հորմուզի նեղուցը պետք է բացվի եւ բոլոր այն երկրները, ովքեր որ խոսում են միջազգային օրենքից, պետք է դիմեն կոնկրետ գործողությունների Հորմուզի նեղուցի մասով։ Հիմա խոսենք, թե ինչ է ասում Թրամփը ՆԱՏՕ-ի մասին եւ ընդհանուր Իրանի մասին։ Արիք չընթերցենք, ուղղակի ես ասեմ այն, ինչ հասկացա Թրամփի հայտարարություն։ Նա ասում է, որ պատերազմը երբ որ սկսում ես, շատ մեծ է հավանականությունը, որ կարող ես պարտվել, կարող ես հաղթել, կարող ես պարտվել, կարող ես շատ լուրջ խնդիր ունենալ։ Նա ասում է, որ ինքը այդ մասին գիտեր, բայց հաշվի առնելով Ամերիկայի Միացյալ Նահանգների հզորությունը, թե որքան հզոր երկիր է Ամերիկայի Միացյալ Նահանգները, նրա խոսքով մոտ էլ որևիցե երկիր չկա, իրենք սկսեցին այդ գործողությունը ընդդեմ Իրանին։ Հիմա սա թեթև խոստովանություն էր, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները անհաջողություններ ունեն Իրանում, այսինքն որոշ առումներով ծրագիրը այդպես չի ընթանում, ինչպես որ ցանկանում էր կամ միտք ուներ Թրամփը։ Իմ պատկերացմամբ դա խոստովանություն է, բայց նույն ժամանակ ինքը ճիշտ է ասում, այն որ Ամերիկայի Միացյալ Նահանգների բանակը այնքան հզոր է, որ ոչ ոք նույնիսկ մոտիկ չի կարող կանգնել։ Եվ այդ հզորության վրա հենվելով ինքը պարզ հստակ հասկանում էր եւ տրամաբանում էր, կարծում եմ յուրաքանչյուր նորմալ մարդ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները չեն կարող պարտվել այս պատերազմում, բայց ասում է նման բան հնարավոր է, երբ որ մի երկիր պատերազմի հայտարարում մյուսին, պետք է հաշվի առնի այն, որ կարող է հաղթանակ տանելու պատերազմը նույնիսկ պարտվի։ Պարզ Թրամփը ինչ է ասում։ Ինչ այլոց ես էլ եմ այդ կարծիքին։ Ամերիկայի Միացյալ Նահանգները շատ մեծ ռազմական հնարավորություն ունի, բայց ամեն ինչ չէ, որ իրենց ծրագրածով սկսեց առաջ գնալ։ Հետո ինքը սկսեց շատ լուրջ ձևով քննադատել ՆԱՏՕ-ն
եւ ասում է, որ իր պատկերացմամբ ՆԱՏՕ-ն շատ լուրջ սխալ գործեց եւ իրենք չհասան մեծ օգնության։ Դե այս մասին մենք մի քանի օր է խոսում ենք, Թրամփը անում է հայտարարություններ եւ ելի խոսում ենք։ Հիմնական հայտարարության ուղերձը այն էր, որ մենք կարող է վերանայենք մեր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ծրագրերին, ՆԱՏՕ-ի ֆինանսավորմանը, ասում է, որ մենք մեծ գումարներ դրանով կպահենք, այսինքն չենք ուղարկի ՆԱՏՕ եւ կարող է նույնիսկ օգնության չհասնենք մեր դաշնակիցներին, դա է ասում Թրամփը, քանի որ իրենք օգնության չհասան մեզ, վերանայենք մեր մոտեցումը մեր դաշնակիցների նկատմամբ։ Այսինքն ես որ ասում եի, թե տեղ են տալիս Թրամփին նման հայտարարությունների եւ գործողությունների համար, իզուր տեղը չէի ա։ Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները այս մասով, անկեղծ ասած ես մտահոգված եմ, քանի որ դա միանշանակ մեզ համար հեչ լավ չէ։ Եվրոպան էլ ինչ կանել հայտարարեց, հատկապես Մակրոնը, ճիշտ է կոնկրետ Մակրոնը որոշ կարևոր գործողությունների դիմում է հենց Ֆրանսիայի ներսում ամրապնդելու համար Ֆրանսիայի զինված ուժերը նոր տեխնիկա են փորձում արտադրել, ավիակիրներ, բայց ընդհանուր առմամբ ես չեմ տեսնում, որ Եվրոպան կարողացավ նորմալ լուրջ ձևով զինվել, այսինքն դասեր քաղեց կատարվածից։ Փորձում են որոշ բաներ անել, բայց այն արագությամբ եւ աստիճանով չեն անում, որը որ անհրաժեշտ էր ըստ իմ պատկերացումների։ Եվ ահա դրա համար Թրամփը արդեն այդ ձևի խոսում է։ Թրամփը նաև խոսել է Կուբայից, ասում է, որ իր պատկերացմամբ հաջորդը կլինի Կուբա, բայց ձև տվեք, որ դուք սա չեք իմացել։ Դա Թրամփի ոճի մեջ է նման հայտարարություններ անելը, հետո Հորմուզի նեղուցը ասել է Թրամփի նեղուց, ասել է ես չեմ սխալվել, եթե մի բան ասում եմ, այսինքն մանիպուլյացիայի չընդհարկեք իմ խոսքերը, ես հատուկ եմ ասել, ամենայն հավանականությամբ ինքը մտադիր է գրավել այն կղզիները, որոնցից որ Իրանը հարձակվում է Հորմուզի նեղուցի վրա եւ փորձելու է դրանից հետո այդ նեղուցը անվանել Թրամփի նեղուց։ Տեսնենք, այսինքն ինչ ենք մենք էլ վերլուծում Թրամփի ասածից հետո շատ դժվար է Թրամփի ասածները մտքերը վերլուծել, ինչքան էլ փորձենք լուրջ խոսել, այս հայտարարությունները մի փոքր անլրջություն են մտցնում մեր հաղորդումների մեջ, բայց դա ոչ միայն մեր մոտ է, կարծում եմ շատ շատերի մոտ է այդպես, ովքեր որ խոսում են Թրամփի հայտարարությունների։ Հիմա թե ինչ է տեղի ունենում պատերազմի ներսում։ Իրանը բավականին լուրջ հարվածներ է հասցրել Միացյալ Արաբական Էմիրություններին, Կուվեյտին, Թել Ավիվին, Հայֆային եւ այլ քաղաքների, այսինքն Պարսից ծոցի երկրներին, այդ թվում նաեւ Իսրայել։ Դրանից բացի տեղեկություն կա, որ Իրանը անօդաչու թռչող սարքով հարված է հասցրել Իսրայելի պաշտպանության բանակի ամենամեծ տրանսպորտային հանգույցին Թել Ավիվում։ Կան նաև որոշ տեղեկություններ, թե Հեզբոլլահին հաջողվել է ոչնչացնել իսրայելական 10 տանկ, բայց այդ տեղեկությունները ես չեմ կարող ոչ հերքել, ոչ հաստատել։ Եթե նման բան տեղի ունեցել է, դա ամենամեծ կորուստն է Իսրայելի շատ երկար տասնամյակների ընթացքում։ Բայց կարծում եմ ամենակարևոր տեղեկությունը այն է, որ երեք երեկոյան Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ այդ մասին հայտնում են Իսրայելի լրատվամիջոցները, հարված են հասցրել ուրանի արտադրության գործարաններից մեկին, ինչպես նաեւ Իրանի փողպատի արտադրման գործարան, երկու գործարան։ Իրանական կողմի տվյալներով այս պահի դրությամբ ռադիոակտիվ ճառագայթում չի գա։ Ես նույնիսկ սարմանում եմ, թե մինչև հիմա ինչու չէին։ Ես նույնիսկ սարմանում եմ, թե մինչև հիմա ինչու չէին հասցրել այդ ուրանի արտադրության գործարանին հարված։ Բայց ամենակարևորը այն է, որ դրանից հետո Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարությամբ հանդես եկավ, հարվածել են պողպատաձուլական գործարաններին, երկու գործարանի, էլեկտրական ցանցերի են հարվածել իբր, ինչպես նաև խաղաղ ատոմային էներգիայի արտադրման համար գործարանի օբյեկտների, ինչ որ նման հայտարարություն է արել ռուսերենից դժվար է այդ անունները սինխրոն թարգմանել, բայց իմաստը կարծում եմ պարզ է։ Եվ ինչ է ասում Արաղչին, ասում է, որ այս հարվածները հակասում են Ամերիկայի Միացյալ Նահանգների հայտարարություններին, որ մինչև ապրիլի 6-ը իրենք հարված չեն հասցնելու Իրանի էներգետիկ համակարգին եւ ասում է, որ մենք ծանր հետևանքներով որոշումներ կկայացնենք
Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իսրայելի համար։ Դրանից բացի Reuters-ի տեղեկություններով Թեհրանից բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ այդ հարվածներից հետո հլը հարց է, թե իրենք կքննարկեն արդյոք ամերիկյան առաջարկները, այսինքն այդ հարվածները քանտ իրեն ստեղծում բանակցությունների համար, այսինքն իրենք ընդունում են, որ բանակցությունները տեղի են ունենում, բայց Ամերիկայի Միացյալ Նահանգները այս պայմանությամբ կարծես չի ընդունում, որ ինքը նման հարված հասցրել է, դա ասում է Իսրայելը, եւ ամենավերջին տեղեկություններով դրանից հետո արդեն այդ հարվածներից հետո Իրանը հայտարարել է օղպատաձուլական 6 գործարաններ Իսրայելում, այդ թվում նաև ոչ միայն Իսրայելում, այլ ամբողջ տարածաշրջանում Պարսից ծոցի երկրներում հայտնվում են Իրանի թիրախների տակ, այսինքն Իրանը թիրախավորելու է այդ գործարանները ի պատասխան Իսրայելի հարվածների։ Հիմա խոսենք Թուրքիայի արտգործնախարարի շատ հետաքրքիր հայտարարություններից։ Այս հայտարարություններից կարծում եմ շատ բան կհասկանանք։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը հայտարարում է, որ Իսրայելը նպատակ ունի բոլոր ռեգիոնի, այսինքն ռեգիոնի բոլոր իսլամական պետությունները ներքաշել պատերազմի մեջ միմյանց դեմ եւ ասում է մեր խորհուրդը Իրանին եւ մնացած երկրներին միք ենթարկվի սադրանքների եւ չներքաշվեք այդ ամենի մեջ, այսինքն նաեւ ակնարկում է, որ երբ որ Իրանը կոչ է անում մահմեդական աշխարհին համախմբվել եւ պատերազմի դուրս գալ, դա Իսրայելի ցանկությունն է եւ Իսրայելի կողմից կազմակերպված սադրանքի մաս է։ Դրանից բացի Ֆիդանը հայտարարել է, որ իրենք այնուամենայնիվ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ կոորդինացնում են իրենց գործողությունները Իրանի շուրջ։ Եվ ամենակարևորը իմ կարծիքով Ֆիդանը հայտարարել է այն, որ եթե նախկինում շատերը կոնսպիրոլոգիայի շարքից խոսում էին, որ հրեաները Իսրայելը մեծ ազդեցություն ունի Ամերիկայի Միացյալ Նահանգների վրա, ապա դա արդեն փաստ է։ Հստակ երևում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների վրա հրեաները եւ Իսրայելը շատ մեծ ազդեցություն ունեն եւ այս հայտարարությունից ես կարծում եմ, որ բոլորը կարող են շատ լուրջ ենթադրություններ անել։ Այսինքն Թուրքիայում էլ կարող է քաղաքականությունը փոխվի, դե մենք քանի վաղ խոսում ենք արդեն այն մասին, սիրելի հայրենակիցներ, որ Իրանից հետո հաջորդը Թուրքիան կարող է լինել, եթե ՆԱՏՕ-ն էլ հանկարծ փլուզվի, ապա դա շատ ավելի հավանական է դառնում, հնարավոր է Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Թուրքիայի միջև խնդիրներ առաջանան, այսինքն այս հայտարարություններով մենք տեսնում ենք, որ այդ սցենարը կամաց ավելի իրատեսական կարող է դառնալ, բայց դա դեռ շատ հլը։ Այսինքն տենդենսները հստակ նկատելի են, բայց այս պահի դրությամբ շատ կոնկրետ գործողություններով Թուրքիայի նկատմամբ դրանք չեն արտահայտվում։ Այսքանը այս պահի դրությամբ հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն կհանդիպենք։